Դատա իրավական համակարգ, մարդու իրավունքները, առողջապահություն, տնտեսություն եւ կրթություն սրանք ոլորտներ են, որոնց բնականոն աշխատանքի պարագայում պետության համար երաշխավորված են դրական արդյունքները։ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների հերթական նիստերում խորհրդարան կառավարություն համատեղ քննարկվել ու կարգավորող նոր դրույթներ են սահմանվել մի շարք նախագծերում։ Ազգային ժողով հանրություն կապն առավել ամրապնդելու տեսանկյունից պարբերաբար կատարելագործվում են մեխանիզմները։ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ի թիվս այլ նախագծերի քննարկվեց նաեւ Զարուհի Բաթոյանի ներկայացրած փոփոխությունը, որը վերաբերում է падգամավորի գործունեությանը։ Ինչպես արդեն հայտնի է, յուրաքանչյուր ամիս նախապես սահմանված ժամանակացույցով ազգային ժողովում տեղի են ունենում քաղաքացիների ընդունելություններ։ Падգամավորն առաջարկում է ընդունելություններին զուգահեռ ավելացնել նաեւ օնլայն ձևաչափով շփումները։ Փորձը ցույց է տալիս, որ տեղաշարժման դժվարություններ ունեցող անձինք դժվարանում են գալ ազգային ժողով եւ ինձ տարբեր առիթներով տարբեր քաղաքացիներ շատ հաճախ առաջարկել են, որ օրինակ այլընտրանք լինի, ասենք падգամավորները իրենց այցելեն կամ գոնե տեսակապի միջոցով հաղորդակցեն, որովհետեւ այդ փորձը ես ունեցել եմ, ես բացի հիմնական ընդունելությունները ազգային ժողովում կազմակերպել եմ նաեւ տեսակապով ընդունելություն։ Սա հնարավորություն է նաև մարզաբնակ քաղաքացիների համար ըստ հեղինակի հեռավոր մարզից մայրաքաղաք հասնելը եւս երբեմն խնդիր է լինում։ Զարուհի Բաթոյանը նախագիծը կարևոր է համարում նաև հենց օրենսդիրների համար։ Падգամավորների համար եւս կարևոր է ավելի շատ հասանելի լինել այն անձանց, ում համար իրենք աշխատում են եւ լսել բոլորի խնդիրներն ու բոլորի առաջարկները։ Վստահ եմ, որ սա կնպաստի թե падգամավորի գործունեությանը ավելի մոտ լինելու քաղաքացիներին եւ թե քաղաքացիների համար հասանելիություն ապահովելու, որովհետեւ մենք պիտի նաեւ մեր ունեցած փորձը այսպես ինստիտուցիոնալացնենք։ Իսկ թե օնլայն ձևաչափով շփումը ինչ հավելվածի միջոցով տեղի կունենա, կորոշի падգամավորը, նախապես կսահմանվեն տեսակապով падգամավորի հետ հանդիպմանը գրանցվելու կարգն ու անհրաժեշտ ընթացակարգերը։ Դեղերի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունն էլ քննարկվեց առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում։ Նոր կարգավորումների հեղինակը կառավարությունն է, քաղցկեղի բուժման նպատակով ներմուծվող դեղերի համար գրանցում չի պահանջվի բժշկական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների ժամանակ օգտագործվող միջոցների համար։ Բուժման նպատակով ներմուծվող դեղորայքի մասին է խոսքը հիմնականում եւ իմունոմոդուլյատորների մասին է խոսքը։ Ներմուծող ընկերությունները պետք է դիմեն լիազոր մարմնին նախնական թույլտվություն ստանալու համար։ Փոփոխությունների հաջորդ կետը վերաբերում է մաքսային պահեստներին, լիցենզիա ստացած կազմակերպությունների համար պարտադիր է լինելու համապատասխան դեղորայքի պահման անհրաժեշտ պայմանները։ Համապատասխան մաքսային կետերում կամ պահեստներում դեղորայքը կարող է մնալ մինչև 6 ամիս ժամկետով։ Դրա համար անհրաժեշտություն կա, որպեսզի համապատասխան կազմակերպությունները ունենան բոլոր պայմանները դեղերի պահպանման համար։ 6 ամիս ժամկետ մոտավորապես տրված է համապատասխան կազմակերպություններին, որպեսզի իրենք կարողանան վերազինվել եւ ունենան պայմաններ։ Թվային տեխնոլոգիաների լայն կիրառման համատեքստում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ի թիվս այլ ուղղությունների քննարկվեց էլեկտրոնային ՀԴՄ-ների հարցը։ Նախագիծը խորհրդարան էր բերել գործադիրը, ներկայում էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը խիստ սահմանափակ է, նշում է պետական եկամուտների կոմիտեի նախագահն ու հիշեցնում։ Հաշվի առնելով օնլայն տիրույթում առ ու վաճառքի օրեցօր աճող ցուցանիշները, անհրաժեշտ է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման ոլորտները։ Կարող է կիրառվել կազմակերպությունների եւ անձեռնարկատերերի կողմից ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի միջոցով ընդունվող պատվերների շրջանակներում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործակների մասով եւ ունենք պարտադիր կիրառության պայման դրույթներ օրենքում թվարկված, մեկը վերաբերում է էլեկտրոնային հարթակով ուղեղով փոխադրման ծառայություն մատուցողներին, մյուսը ֆիզանձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներին եւ երրորդը, որը բոլորովին վերջերս է քննարկվել, առողջության համապարփակ ապահովագրությանը զուգահեռ իրականացված ռեֆորմ է։ Օնլայն տիրույթում ՀԴՄ չտրամադրելու դեպքում եւս պետական եկամուտների կոմիտեն միասնականացրել է տնտեսվարողի նկատմամբ կիրառվող պատասխանատվության դրույթները։ Գյուղոլորտ տարածքների համաչափ զարգացում գլխադասային հանձնաժողովի 83-րդ նիստի առանցքում հենց այս հարցերն են։ Ինչպես փաստում է հանձնաժողովի նախագահը, վարչատարածքային օրենքում կատարված փոփոխությունների շրջանակում կամրագրվի 3 նոր խոշորացված համայնք։ Փնջային մոդելից անցում է կատարվել շրջանային մոդելի կիրառմանը։ Նախկինում գոյություն ունեցող շրջաններն ենք վերականգնել,
Դրանք Ստեփանավան խոշորացված նոր համայնքները, Գյուլագարակ համայնքն է միացել եւ Լոռիբերդը, Գորիս խոշորացված նույն համայնքը կընդգրկի Տաթևը եւ Տեղը, Եղեգնաձորը կընդգրկի Արենին եւ Եղեգիսը։ Պատգամավորի դիտարկմամբ խոշորացման գործընթացը դրական արդյունք է ապահովել համայնքների համար։ Մասնավորապես համայնքները միտված են սեփական եկամուտների գեներացման, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվում պետության հետ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, իսկ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը հասանելի է համայնքի բոլոր բնակիչներին, դա բավականին տեսանելի դրական փոփոխություն է։ Համայնքների խոշորացման գործընթացի մեկնարկից ի վեր մեր երկրում 908 համայնքներ միավորվել են եւ ստեղծել 63 համայնք։ Խոշորացման ցանկում ընդգրկված չեն եղել ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները։ 6-7 համայնք ունենք մենք, որոնք ազգային փոքրամասնություններ են ներկայացնում եւ համայնքների միավորման գործընթացում ներառված չեն։ Հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել նաև Երևանի տեղական ինքնակառավարման համակարգում նոր կարգավորումներ նախատեսող փաստաթուղթը։ Արագ արձագանքման նոր մեխանիզմներ են տրամադրվել ինքնակամ շինարարությունների կանխարգելման համար։ Նոր կարգավորումներով հստակեցվել են նաև ֆինանսական հարցեր։ Երևան քաղաքը այս նախագծի ընդունումից հետո հնարավորություն է ունենալու պետությանը պատկանող գույքի եւ տրանսպորտային միջոցների հանդեպ նույնպես կիրառել գույքահար։ Փոփոխություն է կատարվել տոհմային անասնաբուծության մասին օրենքում Վահե Ղալումյանի խոսքով օրենսդրական վերանայումը լրացուցիչ հնարավորություն կստեղծի տոհմային անասնաբուծության զարգացման տեսանկյունից։ Ներկրվող անասունները, որոնք իրանց սերտիֆիկատով ներկայացված այդ պահանջները ներկայացրել են, մեր տեղի տնտեսությունները դրանց այդ վաճառքին գյուղատնտեսության աջակցության այդ ծրագրերին մասնակցելու հնարավորություն չեն ունեցել։ Արտոնությունն է թե, որ հաշվառվեն տոհմային տնտեսությունները եւ տոհմային անասունները, որի արդյունքում արդեն ֆերմերները Հայաստանից հնարավորություն կունենան գնել անասուններ, որոնք կունենան տոհմային անասունների կարգավիճակ։ Քննարկումների արդյունքում ներկայացված նախագծերը ստացել են դրական եզրակացություն։